Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ներկայացնում եմ զինվոր հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, որը ղեկավարում եմ շուրջ 25 տարի։ Զինվոր համակարգող խորհուրդը ստեղծվել է Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ եւ համակարգող խորհրդին գրասենյակը տրամադրվել է Պաշտպանության նախարարության կողմից։ 25 տարի այս շենքում եմ, մուրացան 110-ում եւ 25 տարվա ընթացքում իմ շահառուները երկրորդ հարկում ամեն մեկը մի կազմակերպության նախագահ եւ զոհվածի մայր, զոհվածի այրի, որոնք ապրում են շենքում։ Մի օգոստոս ամսին գալիս են ոստիկանության աշխատողները պետգույքի նախարարությունից եւ ասում են, որ պիտի ազատենք շենքը։ Ասում եմ, ես 25 տարի շենքում ենք եղել մենք, ոչ մեկը մեզ չի զգուշացրել, չի ասել։ Հիմա ոնց բա վտարման որոշում կա, վտարման որոշում ստիպված մենք դիմում ենք փաստաբանների աջակցությանը, դիմում ենք մտնում ենք դատարան, որ այդ վտարման որոշումը դատարանով կասեցնում ենք եւ հələ դատական նիստը մայիսին է նշանակված, անջատում են մեր հոսանքազրկում են շենքը, բնակիչների եւ մեր կառույցի հոսանքը զրկում են, ասելով, որ ձեզ չի հասնում։ Փաստը մնում է փաստ, առանց դատականատյանի որոշման, առանց այդ վտարումը կասեցնելու հաշվի չեն առնել ու մեծ հոսանքը զրկել են։ Այսօր բնակիչները շուրջ 10 օր զոհվածի մայրը, զոհվածի այրին առանց հոսանքի մութտեղ այս շենքում բնակվում են։ Իսկ վտարման որոշումը երբ որ եկել ձեզ ներկայացրել են օգոստոս ամսին, այդ որոշումը ներկայացնելուց հետո նշել են արդյոք ժամանակահատված, որ այսքան ժամանակում պետք է շենքը ազատել, կամ արդյոք ձեզ տվել են այլընտրանք։ Մեզ այլընտրանք չեն տվել, հոսանքը այդ ժամանակ, որ եկել են մեր մոտ վտարման որոշման համար, եկել են ոստիկաններով, մենք էլ ասել ենք, եկեք մեզ ժամկետ տվեք կամ ուրիշ տեղ առաջարկեք, որ մենք տեղափոխվենք, ասել են մենք պարտավոր չենք ուրիշ տեղ ձեզ հատկացնելու, վտարման որոշումը ի կատար պտիացենք, այդ հրամանից հետո մենք ամջապես մտել ենք դատարան, մեր փաստաբանը մտել է դատարան, այդ որոշումը ուղարկել ենք ոստիկանություն, որ վտարումը կասեցնեն։ Մինչև հիմա դատական նիստը նշանակված է մայիսին, տարբեր օրերին բնակիչների դատական նիստը նշանակված է, բայց հələ դատական նիստը չեղած հոսանքազրկել են, որ իրանք իրավունք չունեին, քանի որ դատարանի որոշում չի եղել, մենք վտարվում ենք, թե մնում ենք շենքում, իրանք հոսանքը, մենք պայմանագիր ունենք, ես բաժանորդ եմ կանգնած հոսանքին ջրին, ես բաժանորդ եմ, բայց իրական պատկերը իրանք բան են արել, հոսանքազրկել են։ Պայմանագիրը հեծի հետ է։ Այո։ Իսկ դիմել եք հետ հոսանքազրկման։ Հա, դիմել ենք, ասել են փաստաբանը թող գրություն ուղարկի պետգույքն է կարգադրել մեզ, որ ձեզ հոսանքազրկենք։